որ օրվա որ հրապարակման մասին է խոսքը։ Մի քանի հրապարակումներ են եղել, մասնավորապես առավոտ վարդերթի հունիսի 12-ի համար։ Կարելի է իրենց ծրի սիրու ուղղա, ես պատեր չծված երեզայք։ Այսինքն, ընդունենք, որ խոսքը գնում է առավոտ օրաթերթի սույն թվականի հունիսի 12-ի համարում եղած հրապարակման մասին։ Ոչ միայն, նաև հունիսի 29-ին նույնպես ներկայացել է համարյա նույնաբովատակ, որ հայտարարություն։ Նաև հուլիսի 29-ի հրապարակման մասին։ Հուլիսի 29-ի հրապարակման մասին։ Ես ներկայացրել եմ որ հրապարակման, ասել հուլիսի 29-ին տեքստը չի, դա օպերայի ֆոնի վրա կատարած հրապարակային հայտարարություն։ Կներեք, դուք ձեր հայցադիմից ներկայացրել եք միայն առավոտ օրաթերթի հունիսի, ինչպես նշված է, 13-ի դուք նորացրեցիք 12-ի, հիմա եթե պետք է ճշտենք 13-ա թե 12 արին ամենագիր։ Միայն 12-ի համարի հրապարակումն եք ներկայացրել։ Իսկ հուլիսի 29-ի հրապարակումը որտեղ է, որն է պատճառը, որ չեք ներկայացրել։ Այսինքն կամ այնպիսի հրապարակումներ, մոտապես 10 հայտարարություններ են եղել այդ ժամանակ եւ դրանից հետո, որոնց բոլորին հատած չեմ անդրադարձել, բայց մյուս դատականիստին ես խոստանում եմ բոլորը ներկայացնել։ Հարգելի դատարան, մենք հիմա հայցուրը փորձում է ներկայացնել ճշտել հայցի առարկան և հայցի ինքը, բայց ինքը խոսում է հայցուրի ներկայացուցիչը վերացական հրապարակումների մասին, որոնք դատարանի չեն ներկայացվել և թե դատարան է, թե ես որպես պատասխանատու ներկայացուցիչ հնարավորություն չունեմ դրանց վերաբերյալ հայցուրի որոշումը, ինչպես արձանագրումներ կատարել և ճշտումներ այո Դուք այստեղ ներկայացրել եք որպես հիմք միայն 12-ից 2013 թվականի հրապարակումները։ Այո։ Դեպքում տեղի ունեցած։ Հիմա չեմ կարողանում, այսինքն ինչ եք ուզում։ Միայն ես դատարանը այս բանին քննարկում է այն հայցը, այն առարկան, ինչ որ դուք ներկայացրել եք ու այն ծավալով ինչ որ ներկայացրած եք։ Ուղղակի դատարանի ուրեմն ընդհանրապես այդ ծավալի վերաբերյալ արեք ձեր հայտարարությունները և հիմնավորումները։ Թերթի մեջ կար այդ իմ կողմից ներկայացված հատվածը առավոտ օրաթերթի, որտեղ ուղղակի խոսում է այդ նշածս առաջին էտապի էպիզոդի վերաբերյալ։ Թերթ կարող ներկայացնել, քան ներկայացնել։ Վերջի պարզաբանից հետո ես ստիպված եմ նորից մեկ անգամ ևս ճշտել։ Խնդրում եմ մեկ անգամ ևս հստակ պատասխանել։ Առավոտ օրաթերթի որ հրապարակման մասին է խոսքը, որ հրապարակումն է, որում արված հայտարարությունները դուք դիտում եք որպես զրպարտություն, ուղղված հայցուրի։ Ձեր տակ է գտնվում առավոտ թերթի 100-442 հունիսի չորեքշաբթի թերթի օրինակը, որտեղ նշված է այդ լինքը։ Այսինքն կարող ենք փաստել, որ դուք այժմ հայտարարում եք, որ հայցի հիմքը առավոտ օրաթերթի սույն թվականի հունիսի 12-ի հրապարակումն է։ Կրակել է իրենց հղի սիրուհու վրա ու սպանել չծնված երեխայի վերնագրով, այդպես է։
Ուրեմն, այստեղ այս ներկայացված քրտի մեջ Հրաժարական դատարան թվագրված է 1206։ Ամբողջական շնչման վերադառնում։ Սայմանների հարցի պատասխանը հստակ չստացա։ Միայն այլ հրապարակման մասին խոսքը, միայն դա է։ Չէ, հիմնականում դա, բայց ես նորից եմ ասում, այդ ժամանակ նրանից հետո իմուս լավտավորությունները և նաև հրապարակներում հանդես եկան նույնաբովանդակ հայտարարություններով դատական նիստին ես կներկայացնեմ նաև լրատվության։ Հարգելի գործընկեր, ուրեմն դուք ներկայացնում եք ձեր վստահողին, որը դիմել է դատական պաշտպանության, եւ դուք հիմա այս նախնական դատական նիստի ընթացքում, երբ դատարանը ճշտում է հայցի առարկան եւ հայցի հիմքը, դուք պարտավոր եք հստակ պատասխանել, որն է հայցի հիմքը, թե հետագայում դուք հայցի հիմքը կլրացնեք, թե ինչ կանեք, դա ձեր որոշելիքն է։ Ես խնդրում եմ հիմա հստակ պատասխանել, այլ ընդհանրապես ներկայացնել ապացույցներ։ Այս որի ներկայացուցիչ։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք հստակ հրապարանին հայտնեք եւ կողմին, թե ձեր հայցի առարկան որն է, ասեք հայցի առարկան։ Առարկան, այո։ Ես արդեն նշեցի, որ Սամվել Հարությունյանը հրապարակավ ներկայացված 1206 առավոտ թերթի համարում նշված է, բովանդակություն ես արդեն ասեցի, մեղադրում է Սուրեն Խաչատրյանին մարմնական կազմվածքի կամ սպանության մեջ, որի տեքստը ես ամբողջական ներկայացեցի Չանգետի մեջ հայտարարում եւ ներկայացված ամսական թերթում։ Իսկ ինքը առավոտ թերթի ներկայացված տարբերակ է։ Դուք նշել եք, հայցվորի պատին նորարժանապատվությունը զրպարտության միջոցով արատավորելու համար պատասխանողից պահանջել լրատվության կամ այլ միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող հաստացի տվյալները հետքերը։ Այդպես է։ Սա է դեր պահանջել։ Այո, ուրեմն, այո, խնդրում եմ հրապարակը հայտնել դրա մասին, ինչպես նաև արդեն դրամական ուժակի մասին։ Ես առաջին կետն եմ կարծում, այդպես է դեր պահանջը ձևակերպումը այդպիսինն է վերջնական։ Ինչպես ձևաց հայտարարում։ Այո։ Այո, հայցվորի պատի նորարժանապատվության զրպարտության միջոցով արատավորելու համար պատասխանողից պահանջել լրատվության կամ այլ միջոցով հրապարակային զրպարտության համար փաստացի տվյալները հետքեր։ Բարի։ Սա է հայցի առարկան, այս հայտարարների շրջանակներում խնդրեմ հարցեր։ Չէ, հայցի առարկայի շրջանակում հարց չունեմ, ես արգել դատարան։ Հայցի հիմքին ես։ Դա եթե չունեք դատարանում հարցեր։ Զրպարտության միջոցով արատավորելու համար պատասխանողից պահանջում է հրապարակայնորեն զրպարտություն համարվող հաստացի տվյալները հետքեր։ Կասեք հստակ, որ տվյալներն են դրանք։ Այն, որ նա կրակել է։ Բառացի կասեք։ Բառացի։ Այո։ Ինչպես բառացի։ Ուրեմն բառացի ասեք այն փաստերը, փաստացի տվյալները, որոնք հնչեցվել են, որպես զրպարտություն է գնահատվել ձեր կողմից, եւ դուք ուրեմն պահանջում եք, որպեսզի դրանք հրապարակավ զրպարտել է այն մասին, որ Սուրեն Խաչատրյանը կրակել է։ Դուք հիմա բառացի եք ասում։ Չէ, բառացի ես Ես խնդրում եմ բառացի ասել այն ինչ որ ցանկանում եք, որպեսզի հետքվի։ Սուրեն Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է օրենսդիր կրակիչ
Գորիսի կուլտուրայի բաժնի ժողովրդի նահանգապետի երեջուի Սուրի Խաչատրյանի սիրունի ԱՄ-ի վրա։ Այս Սա է։ Այո, այն որ գրակել է եւ երկրորդը այն որ նա սիրունին։ Երբ որ գրակել է, երբ որ նա սիրունին։ Այս երկու հաղթական հանգամանքներն են։ Այո։ Բարի։ Եվ հիմա խնդրում եմ ասեք, թե որտեղ են հրապարակվել այս տվյալները եւ ինչ միջոցով է սա տարածվում գտել։ Նորից ես լրատվություն շնայեցի, առավոտյան դեպի 16:06 ուրեմն համար։ Առավոտ օրատեղտի 12:06 համար։ Խնդրեմ։ Այսինքն ես հասկացա, որ դուք զրպարտություն համարում եք միայն այն դրվագը, որը ձեր կողմից հիմա հրապարակվել է։ Եվ դուք հստակեցրեցիք, որ զրպարտություն եք դիտում առաջինը այն, որ Սուրիկ Խաչատրյանը գրակել է ԱՄ-ի վրա, եւ երկրորդը այն, որ ԱՄ-ն եղել է Սուրիկ Խաչատրյանի սիրունին։ Այո։ Իր ամբողջությամբ ինչ է։ Հիմնական տարբերակը է փաստ։ Այլ դրվագ չկա, որը դուք կդիտեք։ Երկրորդ դրվագի վերաբերյալ, արդեն եթե սա վերաբերյալ հարցում եք, ես երկրորդ դրվագի վերաբերյալ ասեմ։ Արուշյանի, այն որ երիտասարդ Անուշավան Արուշյանի։ Այսինքն կան այն փաստեր ևս։ Այո։ Ուրեմն դրանից անմիջապես հետո մեջբերում վիրավորված քաղաքացու տեղափոխում են Գորիսի Հիվանդանոցը։ «1995 թվականին գրողություն գազենային կրակոցով ծանր վիրավորում է երիտասարդ Անուշավան Հարուշյանյանին։ Այնքան միայն։ Շարունակությունը չեք դիտում որպես զրպարտություն այսինքն։ Այսինքն դրա հիմնավորը, որ ինքը համարում է հանցագործ ու ոչրագործ։ Նշելով հետևյալ, որ այս ոչրագործության համար նույնպես նա չի ընդհանրվել քրեական պատասխանատվության։ Այսինքն նա համարում է, որ առաջին փաստը, որ գրակել է Միրզոյանի վրա, որ չի համարում, չի իրականացան չի հասնում զրպարտություն է եւ այդ համարում է ոչրագործություն եւ նաեւ այն, որ չի ընդհանրվել քրեական պատասխանատվության այդ ոչրագործության համար։ Այսքան։ Միրզոյանի Անուշավան Արուշանյան է։ Արուշանյան Միրզոյան Մարտին, այո Միրզոյան Մարտին։ Այսինքն փաստական հանգամանքները, որոնք են որ մանրական դասախոսի հասել Սուրիկ Խաչատրյանը Անուշավան Արուշանյանին եւ այն, որ Սամվել Հարությունյանը այդ համարում է ոչրագործություն եւ այն, որ նա չի ընդհանրվել քրեական պատասխանատվություն։ Չէ, հարցում կապված, դուք հերքում եք, որ Անուշավան Արուշյանյանին հասցվել է հրազենային վնասված։ Արուշյանին հասցվել թե ոչ, դա մեզ չի հետաքրքրում, մենք հայտարարում ենք, որ տվյալ դեպքը իրականում եղել է թե ոչ, մենք չգիտենք, այլ հայտնում ենք, որ դրա հետ ոչ մի կապ չունի, եթե եղել է Սուրիկ Խաչատրյանը եւ հետեւաբար չի կարող խոսք լինել ոչրագործության եւ հետեւաբար նաեւ որպես հետեւանք քրեական պատասխանատվության։ Դուք ձեր հայցադին քանի որ մենք գիտենք երկու գործերի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, գիտենք քրեական գործ, այդ քրեական
գործը գտնում է մեկը պաշտպանության նախարարության քրեական ծառայությունում, մյուսը ոստիկանության քննչական ծառայությունում, հետևաբար բնականաբար ես եթե դուք տրվի կան միջնորդություն, որպեսզի ավարտական ակտ այդ երկու քրեական գործերի պահանջվի ներկայացնելու դատապան։ Քանի որ մենք իրավասու չենք ստանալու այդ ակտերը, որ մեզ կողմ չէ, ոչ դժոխ ենք, ավարտական ակտի նույնպես չգիտենք ինչպիսի ասեցում թե կարճում, բնականաբար դատարանի ինչպիսի միջնորդությամբ մենք դիմելու ենք։ Ավարտեցիք։ Ուրեմն դուք ձեր հայցադիմում նշված դրվագը, որը դուք նոր մեջ բերեցիք, ունի նաև շարունակություն։ Մասնավորապես դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց և կրակում են ռենտգենի կաբինետում։ Այս հատվածից հիմա դուք հրաժարվում եք։ Երկրորդ հատվածից խնդիրը հրաժարվել կամ չհրաժարվել վերաբերյալ չի։ Նախ մենք իհարկե որ չեք հրաժարվում, հայտնում ենք, որ դա է զարգացական գործունեություն, որ բանդա են անվանում, բանդա ունի, և երկրորդը մենք չենք կարող դրա մասին որևէ տեղեկություն տալ։ Իրոք եղել է այդպիսի մի բան ուրիշ դեպքերում կամ այդ նույն դեպքում եղել է, թե չի եղել, ինչ-որ այդպիսի բանդա եղել է, մտել է, թե չի մտել, մենք դրա մասին չգիտենք։ Մենք զրպարտիչական ընդունում ենք այն, որ նշվում է, որ Սուրեն Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչ, որ Սուրեն Խաչատրյանը ունի բանդա, այդ Սուրեն Խաչատրյանը ունի բանդա։ Այդ իսկ թե այդ իրար դեպքը եղել է, թե չի եղել, եւ իրոք այդպիսին է, մենք դա չենք ուզում ոչ հաստատել, ոչ